Դավիթ, դու հայտնվեցիր ադրբեջանական մամուլի, ինչպես նաև հանրային հեռուստաընկերության եթերում, այն բանից հետո, երբ ադրբեջանցի հայտնի բլոգերի հետ հարցազրույց էիր արել եւ ասել էիր, որ պետք է գնանք գրավենք կառավարության շենքը, իշխանափոխություն անենք եւ այլն։ Քեզ նաև տեսել էին Բագրատ Սրբազանի կողքին։ Ով ես դու, ինչ գործ ունեիր Բագրատ Սրբազանի հետ եւ ինչ գործ ունեիր ադրբեջանցի բլոգերի հետ։ Ադրբեջանցի բլոգերը մտել էր իմ էֆիրի մեջը։ Ես էլ իրան դեզինֆորմացիա էի տվել, ճիշտ ասած։ Դեզինֆորմացիա։ Ինչ է նշանակում իմ էֆիրի մեջ էր մտել։ Ես էֆիր եմ անում, ամեն օր էֆիր եմ անում, էլի։ Որտեղով։ Կառավարություն։ Հասկանալի է, բայց ինչպես էր հայտնվել քո մեջ։ Ինքը մտել էր իմ էֆիրի մեջը ու հարց էր տվել, դե նայել թշնամի է, թշնամու ես պիտի ճիշտ ասեմ։ Ես իրան դեզինֆորմացիա էի տվել։ Մեր հայկական մամուլը պրոստա անխելք է։ Ադրբեջանը Վիրես կայանալ այն մոմենտը, որտեղ ես ասել էի դրա մասին, բայց մինչև այդ ասել էի, որ մենք կօգնենք Ադրբեջանցուց Կասպին անցկենան ու հետ գնան իրանց պատմական հողերը Ալտայ։ Դրա մասին բախի չեմ եկալ այդ հրապարակել մեր հայերը։ Թշնամին ուզում ինձ սարքի, թշնամին ես ադրբեջանցուց համար եմ, որովհետև ես ուզում եմ հայկական հողերը հետ բերեմ, մեր պլենիներն եմ ուզում հետ բերեմ։ Այդ դրամա եմ ես իրանց մոտ թշնամի։ Ես ավելի շատ թշնամի եմ, քան թե լուբոյ բլոգեր, որը կա, որովհետև ամեն օր դրա մասին խոսում եմ, իրանց դեմ պայքարում եմ, իրանց պրոպագանդայի։ Քո եւ ադրբեջանցի բլոգերի միջև զրույցը դեզինֆորմացիայի մասին չէր, այլ ես նորից եմ ասում, Բագրատ Սրբազանը ընդհանրապես այնպես գործողություններ կյանքում չուզես է անի, պրոստը ինձ հարց տվեց ինչ է կայում, ես դեզինֆորմացիա իրան տվեցի։ Հասկացաք։ Բագրատ Սրբազանին որտեղից եք ճանաչում։ Իրա ցույցերից։ Ցույցերից եք ճանաչում։ Այո։ Բայց ցույց պլանավորված է եղել գրավել կառավարության շենքը, որ այդպիսի բան էին։ Պրոստը թշնամին է, թշնամին հարց տվեց, ես թշնամուն տենց պատասխան։ Ինչ էր հարց տալիս, ինչպես հայտնվեց քո էֆիրում։ Ինչ եք անում, ես դե մենք թշնամի է, խիպ ճիշտ ասեմ, ինչ են անում։ Բայց ո՞րն էր նպատակը իր հարցերին պատասխանելու։ Իրան դե ասենք թե գիտեք ինչ մի քիչ ամանկարդակ մարդ է, անխելք մարդկանց էֆիրների մեջ նա բարձրացնում, հարց է տալիս, ասում է չէ Ղարաբաղ, բան, օրինակ ես ապացուցել եմ, որ համ իստորիչեսկի, համ յուրիդически Արցախը մեր հայկական հողերն է։ Ես առաջին մարդն եմ եղել, որ կայացել եմ по международному праву, ապացուցում եմ ամեն ինչ։ Իսկ նրանց հաջողորդը ասում են, որ յուրիդически это իրանց տերիտորիան է, հասկանում եք, դա սխալ է։ Դուք տեսել եք հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը ձեր մասին։ Իմացել եմ, բայց դա շատ տկետ տեսանյութ է եղել Բագրամյան 26-ի կողմից կամ ուրիշ մամուլների կողմից, որովհետև նրանք իմանալով ով եմ ես 20 թվականից ինչքան մարդկանց եմ Հայաստանի մեջ օգնել, նրանք իրանք չունեն կյանքում իմ հասցեով ինչ-որ բան ասել։ Այդ նույն Տիգրան Ավինյանը, մնացած, այսօր վարով զինվորների հարցով զբաղվում եմ ու 20 թվականից եմ այդ հարցով զբաղվում, չէ։ Ես ռեալնի պրոյեկտն եմ տալիս, ոնց կրանք մենք զինվորների։ Լավ, դու ով ես, ինչ կազմակերպություն ես ներկայացնում։ Ես правозащитник եմ, յուրիստ международник եմ, վերջը։ Մենք 20 թվականից իրար գիտենք, ես 20 թվականից օգնում եմ ժողովրդին Ռուսաստան կայանան գնան, ուրիշ պետություններ գնային Հայաստանից, որ մնացել է պանդեմիայի վաղտը։ Պասպորտի կողքին կանգնում էի։ Հիմա քո եւ ադրբեջանցու հարցազրույցը ասեմ, ինչ է, դա TikTok-ում է եղել, հա։ Դու ուղղակի եթերում ես եղել ինքը։ Այո, մտել այն մոտ։ Հետագայում չեք շփվել։ Դե ոնց դե ասենք գիտեք ինչա, ինքը մտնում է, ուզում է հայերի վրա, ասենք թե պրիկոլներ անի, ասենք թե ես էլ իրան տեղն եմ դնում, գիտեք։ Ես այն մարդն եմ, որ ասենք իմ խելքը տանում է, որ կայնամ իրան տեղը տնեմ։ Իսկ այդ հայտնի հայտ ժողովրդի պատիվը բարձր բան։ Այդ ռեպորտաժից հետո ՀՄԿ-ի ոստիկանությունը իրավապահ մարմինները ձեզ կանչել են։ Այդտեղ հարց չկար, ես նորից եմ բացատրում։ Բայց կանչել են ձեզ, փորձել են ձեզ հայտնաբերել, հասկանալ ինչ առնչություն ունեք ադրբեջանցիների հետ, կամ որ ասում էի կառավարության շենքն են գրավելու։ Ես նորից եմ ասում, ես պայքարում եմ։ Բայց ձեզ ոստիկանությունը եկել է, հա։ Ընդհանրապես քննիչ չի եղել դրա համար, որովհետև ես բացատրել եմ, որ քննիչ չի եղել, ձեզ չեն տարել։ Չէ, конечно, ինչի համար։ Որ դեզինֆորմացիա չնամում դրա։ Դրա համար։ Չէ, որ ասում եք կառավարության շենքն են գրավելու։ Ով, Բագրատ Սրբազանը կառավարության շենքը էսել է։ Ինչ որ պլանավորել է իր միծինգների մեջ ասել է։ Այսինքն հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը այնքան կեղծիք էր պարունակում, որ նույնիսկ իրավապահները չեն փորձել ձեզ հայտնաբերել։ Ես կարամ ասել sense մի բան, որ Բագրամյան 26-ը օգտագործել է Ադրբեջանի պրոպագանդան, Ադրբեջանի սայթերի մեջին այդ հոդվածը պուբլիկացիա արած կտորը։ Իսկ այն կտորը, որտեղ ասում են, որ մենք
կօգնենք ձեզ ադրբեջանցոնց երբ գնաք Ալտայ, դրա մասին բախի չեն եկալ պուբլիկացիա արել։ Եթե դες ասենք թե գիտեք Ինչ է նշանակում կօգնենք ետ գնանք Ալթայի հետ։ Ինչ է դա։ ու ադրբեջանից իրանք թողան գնան էլի։ Մենք մեր հողերը պատմական հետ գնանք։ Բակուրակերտո ամեն Հիմա այս պահին ինչ եք անում։ Այս ինչ է։ Այս պահին ինչ է սա։ Պլենինի հանելու հարցը կանգնես։ Ուղիղ եթեր է, հա։ Այո։ Պլենինի հարցը կանգնած, որ ոնց կարանք մենք միջազգային դատարանով անօրինական սարքելով Կարսի պայմանագիրը, Մոսկվայի պայմանագիրը կայնանք նցանենք, որ չես Եվրոպեյский суд по правам человека մեր զինվորներին հանեն։ Շատ լավ։